Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Բարի օր եմ մաղթում Ռադիո Արմենի ունկնդիրներին, ինչպես ամեն երկուշաբթի 10-15-ին ձեզ հետ ենք Տեր Հուսիկը Անա Սարգսյանը եւ Հայկուհի Դանիելյանը եւ ձեզ հետ է Լսիր ժողովուրդ հայտագիրը։ Այսօր խոսելու ենք մի շատ, ես կասեի, ինտրիգային թեմայի մասին ու մի տեսակ բարդ հենց Տերհոր հետ խոսելու այս թեմայի մասին։ Համաձայն եմ, որ այս թեման արդեն բացահայտեցիր, որ սեռականության նյութն ընտանիքի ներսում մեր ընկերները միշտ չէ որ սովորեն հոգեվորականի շուրթերից լսել, բայց ես էլ ամոթս կդնեմ մի կողմ եւ մի փոքր կփորձենք բացահայտել հարցը։ Սեռական հարաբերություններ, անկողնային կյանք երևի թե արդեն հասկանալի է։ Տեր հայր մեր հասարակության մեջ հաճախ կան բարդություններ եւ ամոթից ու փակ լինելուց երբեմն չափավոր կամ հաճախ շրջանցում ենք այս թեման։ Ինչու՞։ Պատճառները բազմաթիվ կարող են լինել, սկսած նրանից, որ մեզ մոտ դեռ շատ ընդունված չէ կրթության մեջ մտցնել սեռական դաստիարակության հարցերը։ Երկրորդ ունենք բարդություններ արտահայտվելու, ճիշտ ձևակերպելու երևույթները։ Երրորդ ես մի փոքր նաև մեղքը կգցեի խորհրդային դաստիարակության վրա, որովհետև եթե կհիշեք, սովետական միության մեջ ասում էին, որ նման բաներ չկա։ Չի կատարվում սովետի մեջ սեռականություն կամ սեքս գոյություն չունի։ Եվ սա ուրեմն ընդհանուր մարդկային մտածելակերպի մեջ կարծրացել է։ Գումարած դրան, որ հարցը այնքան ներանձնական է, խիստ ներանձնական է, հոմանիշ բառը օտար լեզվով ինտիմ է, որ շատ հաճախ մարդիկ չեն ուզում որ այդ հարցը որևիցե ձև բարձրաձայնվի եւ ուրեմն արձագանքի որևիցե տեղ ամեն մեկը փորձում է պահել իր ներսում։ Բայց փաստը մնում է փաստ։ Սա մի հարց է, որի մասին մտածում են բոլորը, բայց խոսում են քիչ։ Անխտիր մտածում են բոլորը, բայց խոսում են քիչերը, որովհետեւ անխուսափելի է սեռականությունը, հորմոնային շարժը, ձգտումը դեպի հակառակ սեռ մարդու բնական հակումներից եւ հատկանիշներից մեկն է։ Այնպես որ խնդիրները շատ ավելի հեշտ լուծելի կլինեին, եթե օրինակ մեր նորապսակները, երիտասարդ զույգերը, ընտանիքները ունենային որոշակի սեռական նախապատրաստություն, կրթություն, տեսական։ Եվ ինչու՞ չէ նաև որպես քրիստոնյաներ շատ լավ տիրապետ էին, թե ինչ է Սուրբ Գիրքը եւ Աստվածաշունչը ասում այս թեմայի շուրջ։ Շնորհակալ եմ Տեր հայր, իսկ ինչ վերաբերմունք ունի քրիստոնեական դաստիարակությունը, քրիստոնեությունը սեռական հարաբերությունների հանդեպ։ Հակառակ որ գոյություն ունի մի չգրված օրենք, շատերը կարծում են, որ Սուրբ Գիրքը Աստվածաշունչը քրիստոնեությունը միայն ուրեմն արգելքների լեզվով է խոսում սեռական կյանքի հարաբերությունների մասին եւ դրանում քիչ դերակատարություն չունի օրինակ խավար միջնադարը եւ որտեղ դա ուղղակի համարվում էր սարսափելի ծանր մի երևույթ, այնուամենայնիվ պիտի հիասթափեցնեմ ասելով, որ Աստվածաշունչը բավական դրական վերաբերմունք ունի։ Միայն սկսենք այնտեղից, որ երբ որ Աստված Ադամին եւ Եվային ստեղծեց, իրենց տվեց աճելու եւ բազմանալու պատվիրան։ Աճեցեք եւ բազմացեք, լցրեք երկիրը։ Մեզ համար, մարդկանց համար եւ կենթանական աշխարհում առհասարակ աճելու եւ բազմանալու գոնե մեզ հասանելի ճանապարհ այս պահի դրությամբ դա սեռական ճանապարհն է։ Հետևաբար առաջին հենց տրված մարդու տրված այդ պատվիրաններից մեկը դարձավ հիմքը եւ պատահական չէ որ Աստված հենց առաջին արարածներին Ադամին եւ Եվային ստեղծեց հակառակ սեռակին եւ տղամարդ, որոնք պետք է ունենան իրար հանդեպ սիրո ձգտում եւ այդ սիրո ձգտումը արտահայտվում է սեռականի ճանապարհով։ Մյուս կողմից, եթե արդեն գանք դեպի հետքրիստոնեական նոր կտակարանյան շրջան, կտեսնենք, որ դարձյալ անկողնային կյանքը ընտանիքից ներս բավական մեծ կարևորություն է ունեցել։ Անձամբ Պողոս Առաքյալը ուրեմն նամակի մեջ գրում է, ասում է. «Թող տղամարդը կնոջ հանդեպ իր պարտքը կատարի, նույն ձևով եւ կինը իր տղամարդու հանդեպ»։ Խոսքը այդ պարտքի մասին է, որովհետեւ կինն իր մարմնի տերը չէ, այլ իր ամուսինը։ Նույնպես եւ ամուսինը իր մարմնի տերը չէ, այլ կինը։ Ուրեմն զգում ենք մի տեսակ այսպես փոխկապակցվածություն եւ որոշակի մարմնական
պարտքի այս դրսևորումը ընտանեկան այդ փուլում այդ պահին այդ սիրո այդ լեզուն դրսևորելու համար։ Եվ եթե ամփոփենք ընդհանուր Աստվածաշնչի համատեքստում, ուրեմն երկու նպատակ է հետապնդում քրիստոնեության տեսանկյունից սեռական հարաբերությունը ընտանիքում։ Առաջինը սեքսը դա սիրո մարմնական դրսևորման մի տեսակ է, դրսևորում է երկու իրար սիրող անձերի միջև, որով ուրեմն իդեպ բառից նաև բուն իմաստով երկուսը դառնում են մեկ։ Եթե նկատեցիք, այստեղ ասում է Պողոս Առաքյալը տղամարդը իր մարմնի տերը չէ, այլ կինն է այդ մարմնի տերը եւ ընդհակառակը, այսինքն մեկը մյուսին տրվում են ամբողջապես եւ դրա մեջ հենց արտահայտվում է սիրո մարմնական այս էներգիայի կամ մարմնական փոխհարաբերության ձևաչափը։ Սա իդեպ հին հունարենում սիրո այն տեսակներից էր, որը կոչվում էր էրոս, այսինքն այդ մարմնական այդ ձգտումը հակառակ սեռերի միջև։ Եվ որպես այս սիրո դրսևորման աղբյուր կա երկրորդ նպատակը սեռական հարաբերությունների, չեմ հիշեցնեմ ոչ թե բացարձակ եւ միակ նպատակ, այլ երկրորդ նպատակը, որ պիտի բխի այս առաջինից, դա սերունդների վերագործարկումն է, այսինքն որդեծնությունը, զավակներ ունենալու համար է, որը ընտանեկան նոր ուրախության եւ շարունակականության ուրեմն երաշխիք է տալիս։ Բայց ես որ ասում եք պարտականությունն է, արդյոք եթե սերը կա, այս պարտականությունն ու սերը իրար չեն հակասում։ Նայած այդ պարտականություն ասելով ինչ ենք հասկանում։ Կան պարտավորություններ, բայց կա նաև պատասխանատվություն, չէ՞, ընտանիքում, այսինքն երկուստեք մարդիկ պիտի հասկանան, ամուսինները պետք է հասկանան, որ դիմացինը ունի նաև զգացմունքներ, ունի նաև ձգտումներ, ունի նաև մարմնական պահանջմունքներ, ոչ միայն ստամոքսային կենսաբանական մակարդակի, այլ նաև ֆիզիոլոգիական մակարդակի, հոգեբանական պահանջմունքներ, եւ ամեն կողմը բառից լավ իմաստով պարտավոր է հագեցնել մյուսի այդ պահանջմունքը, սա է ընտանիքի լիությունը ապահովում։ Դու չես կարող երջանիկ զգալ քեզ, եթե գիտես, որ քո կողակիցը ինչ որ մի բանի պակասություն լինի։ Ոմանք կարծում են, որ մեկ ծաղիկ մարտիութից մարտիութ նվիրելով այդ պակասը լրացնում են, հա, ուրիշները ինչ որ չգիտեմ, հաճելի անակնկալներ են անում, երրորդները օգնում են իրենց կողակցին տնային ինչ որ գործերի կամ աշխատանքների մեջ, չորրորդները ընդհանրապես համարում են, հինգերորդները լրացնում են այն պակասը, որը զգում են, որ ընտանիքում կա։ Եվ սեռական հարաբերությունները մի բան է, որոնք ընտանիքում անպայման կան եւ պետք է լինեն, եւ երկու կողմերն էլ պետք է մտածեն երբեք չակերտած քաղցած եւ ծարաված չթողնեն իրենց կողակցին նաեւ այդ հարցում։ Ուրեմն այս տեսանկյունից պետք է մտածել այդ պարտքը վճարելու մասին։ Ոչ թե ստիպված, պարտավորված եմ, այ չեմ ուզում, բայց անեմ այս սկզբունքով, այլ սիրով, հոժարությամբ եւ կհամարցակվեմ ասես սեր տալով եւ սեր ստանալով։ Հստակեցնենք, սեռականությունը մեղք չէ թե ոչ։ Իհարկե ոչ։ Մեղք չէ, եթե այն գտնվում է ողջախոհության սահմաններում եւ ընտանիքից ներս է։ Կարևոր մի կետ, չմոռանամ, թեմայից նորից գուցե մի փոքր դուրս գանք, մեր այսօրվա զրույցը ընտանիքի ներսում ամուսինների միջև սեռական հարաբերությունների մասին է։ Դրանից դուրս ամեն բան անօրենություն է։ Դա լինի նախամուսնական կարգավիճակով, թե լինի արտամուսնական կարգավիճակով, սա է որ եկեղեցին դատապարտում եւ համարում է մեղք, իսկ ամուսինների մեջ Աստված անգամ օրհնել է, ասելով աճեցեք եւ բազմացեք։ Հետեւաբար իհարկե Պողոս Առաքյալը հետաքրքրական խոսքեր ունի, ասում է, որ ընտանեկան առագաստը անկողինը սուրբ պահեք, այսինքն անկողնային կյանքի մեջ եւս ամուսինները պիտի հասկանան, որ գոյություն ունի որոշակի սրբության հարգանքի չախտոտելու, այսինքն այդ անկողնը չախտոտելու հարց, որը պետք է ամուսինները միշտ հետամուտ լինեն եւ սրբորեն պահպանեն։ Կարևոր մի փոքրիկ բան ասեմ եւ հարցեր հարցին կանցնենք։ Հետաքրքրական է, որ Աստվածաշնչի մեջ, երբ որ Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային, տվեց աճելու եւ բազմանալու պատվիրանը, մի նրբերանգային բառ է ասում Սուրբ Գիրքը, ասում է եւ Ադամը եւ Եվան մերկ էին եւ իրարից չէին ամաչում։ Գաղտնիք չէ, որ սեռական հարաբերությունն ունենալու համար մերկությունը նախապայման է, այսինքն ընդհանուր առմամբ, բայց երբ որ Ադամը եւ Եվան մեղք են գործում, պատվիրանազանցություն են անում, ամոթ է առաջանում իրենց մոտ եւ ասում է իրենք ծածկեցին ուրեմն տերևներով, հետո Աստված իրենց համար կաշվից հագուստներ պատրաստեց, որով իրենք հագան։
Այսինքն նորից ուզում եմ վերադառնալ այն կետին, որ Աստծո համար ընտանիքի ներսում բնականորեն այդ ամենը մեղք չէ, բայց երբ որ այդ ամենին խառնվում են ուրիշ մեղավոր դրսևորումներ, ամոթալի դրսևորումներ, այո, դա կարող է վերածել մեղքի եւ դա կարող է ամոթալի լինել մեզ համար անձամբ։ Դրա համար նաեւ պետք է որոշակիորեն ամուսինները կարգավորեն իրենց անկողնային կյանքը, որպեսզի այն չլինի ժամանակակից լեզվով ասած կապերից դուրս, չափերից դուրս, այսպես ասենք, որովհետև հաճախ ենք լսում, տեսնում, թե ինչպես կարող են այսքան ընտանիքում անգամ ընտանեկան անկողնային կյանքում դրսևորվել երևույթներ, որոնք կենթանական երևույթներ են եւ ոչ նորմալ մարդկային։ Վերջերս մի հոգեբանի էի լսում, հետաքրքրական միտք ասեց, կխնդրեմ մեր ռադիոն կնդիրները չափշեն քահանայից այս խոսքը լսելու համար։ Հոգեբանի խոսքն եմ կրկնում, բայց շատ համաձայն եմ։ Ասում էր, որ եթե մենք ուզում ենք, որ մեր ընտանիքները երջանիկ լինեն նաև անկողնային կյանքում, պետական մակարդակով պիտի արգելենք պորնոֆիլմերի ցուցադրությունը տղամարդկանց համար եւ մելոդրամաների ցուցադրությունը կանանց համար, որովհետեւ երկուսն էլ ստեղծում են ծայրահեղացված պատկերացումներ ընտանիքի եւ ընտանեկան հարաբերությունների մասին, որոնք տանում են դեպի քայքայման։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ արտահայտությունը ճիշտ այս անկողնային կյանքի համար է։ Ինչ նպատակ պետք է հետապնդի սեռական կյանքը ընտանիքում, չնայած մի քիչ sense ասած արդեն խոսեցինք այդ մասին։ Բայց ես մեկ նախադասության մեկ բառով ամփոփեմ։ Սեռական կյանքը ընտանիքում պետք է հետապնդի միայն մեկ նպատակ՝ սեր տալ եւ սեր ստանալ դիմացինից նաեւ ֆիզիկապես։ Տեսեք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, հատկապես հիմա 21-րդ դարում, երբ որ արդեն սկսում են տղամարդը եւ կինը, աղջիկը եւ տղան համակրել, շփվել, ընկերանալ եւ այլն, իրենք արդեն ակամայից ձգտում են, դա ոչ մեկ իրենց չի սովորեցնում, մարմնական շփման, ձեռք են բռնում, համբուրվում են եւ այլն։ Ընտանիքում սահմանները մի քիչ ավելի ընդլայնվում են, որովհետեւ եկեղեցին նաեւ Սուրբ Խորանի առջեւ այդ իրավունքը տալիս է մեկ մարմին լինելու։ Հետևաբար դարձեք մեկ մարմին, տվեք սեր, ստացեք սեր եւ թող ամեն բան լինի ներդաշնակ եւ կատարյալ։ Դրանում ոչ մի ամոթալի եւ մեղավոր բան չկա ընտանիքից ներս։ Սա այսպես ասած լավ մասը իդեալական sense։ Մենք միշտ ձգտում ենք դեպի իդեալական մասը։ Իսկ եթե չկա սեռական կյանք, ինչ որ ընտանիքում, ինչ որ պատճառներով, այսպես ասած կարող ենք համարել, որ ընտանիքը չի կարող երջանիկ լինել ու ինչ անել այդ դեպքում։ Ասածիցս գուցե այդ եզրակացությունը կարող է իրանել, բայց համարել, որ սեռական կյանքի բացակայությունը դժբախտություն է, 100% այդպեսի կնիկ դնել հարցի վրա եւ փակել չի կարելի։ Առաջին հերթին պետք է հասկանալ, որտեղից է գալիս խնդիրը, եւ դա պետք է առաջերտին անեն ամուսինները, հասկանան ինչն է պակաս այս մարդու մոտ, ինչն է ավելորդ, ուր է ինքը փնտրում իր սեռական ցանկությունների, սեռական էներգիայի բավարարումը, ինչ է կատարվում շրջակայքում։ Պատճառները, արձագանքները ընտանիքում շատ ավելի լուրջ խնդիրներ են, քան հենց բուն սեռական ակտի բացակայությունը ընտանիքում։ Բայց մյուս կողմից էլ այո, մտահոգիչ կարող է լինել, որովհետև սիրող անձերը բնականորեն միշտ ձգտում են իրար։ Դրա համար զույգը պետք է առաջին հերթին նստի, խոսի, չամաչի, լինի կինը թե լինի տղամարդը, չամաչի, արտահայտի իր մտածումները, իր ապրումները, իր սպասելիքները, որոնք ինչ որ չեն իրականանում, եւ խոսի նաեւ խնդիրների մասին, որովհետեւ շատ հաճախ կարող է ամուսիններից մեկը ունենալ հենց սեռական առողջական խնդիր եւ վախենա խուսափի իր կողակցին այդ մասին հայտնելու, որպեսզի չլինեն նոր խնդիրներ, սա ընտանիքի համար անառողջ մթնոլորտ է։ Միասին խոսել, հասկանալ եւ անհրաժեշտության դեպքում պետք է դիմել նաեւ նեղ մասնագետի։ Դրանում ոչ մի ամոթալի բան չկա, ոչ մեկ ապահովագրված չէ նման երևույթներից։ Բայց եթե սա շարունակական երևույթ է եւ իր պատճառները շատ ծանրակշիռ չեն, սա իսկապես կարող է վտանգ լինել ընտանիքի համար, հատկապես եթե կողմերից մեկը ունի ձգտում եւ ցանկություն, մյուսը արտահայտում է կատարյալ անտարբերություն գոնե այս հարթության վրա։ Իհարկե, մյուս հարթություններում անտարբեր չլինելով կարելի է կոմպենսացնել որոշակիորեն, ինձ թվում է, ոչ ամբողջական, բայց որոշակի բավարարություն կարելի է պատճառել նաեւ հոգեբանական, բարոյական տեսանկյունից, քան միայն մարմնական։ Հետաքրքրական է, որ ես չեմ սիրում մեղք միշտ գցել չարի սատանայի վրա, բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունի նա, ով որ կօգտվի առիթից,
խանգարելու, խաթարելու ընտանեկան այդ անդորը։ Դրա համար թույլ տուր կարդամ Պողոս Առաքյալի մեկ այլ գրություն խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են ծագել ներընտանեկան կյանքում եւ անկողնային կյանքում։ Ուրեմն Պողոս Առաքյալը ասում է՝ մի զրկեք միմյանց, մի զրկեք։ Այլ միայն այն դեպքում, եթե միառժամանակ, մի որոշ ժամանակ համաձայն եք աղոթքի նվիրվելու եւ վերստին միմյանց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ չփորձի ձեր անժուշկարության պատճառով, որովհետեւ եթե երկար ժամանակ է կողմերից մեկի մոտ գրգիրներ են առաջանում, կուտակումներ են առաջանում էմոցիոնալ եւ այլն, մարդը եթե ընտանիքում չի գտնում այդ բավարարումը, կարող է փորձել փնտրել ընտանիքից դուրս։ Դժբախտաբար, բայց այդպես էլ սկսվում են երևի թե դավաճանությունները ընդհանրապես։ Որովհետեւ ասում է Աստծո կամքը այս է, որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից, այսինքն դավաճանությունից։ Ձեզանից յուրաքանչյուրը գիտենա իր մարմինը պայել սրբությամբ եւ պատվով, ոչ թե ցանկության կրքով, ինչպես նրանք, որոնք չեն ճանաչում Աստծուն։ Այսինքն չփնտրել հաճույքների բավարարումը ընտանիքից դուրս, այլ պահել այդ սրբությունը ընտանիքից ներս։ Որովհետեւ որքան էլ որ մի փոքր Աստվածաշնչի էջերի մեջից դաժանը հնչում էր ականջներին կամ անբնականը հնչում դա, Աստվածաշունչը ասում է, որ ընտանիքի ներսում ներընտանեկան ամուսինների միջև անկողնային կյանքը սակրալ է, սուրբ հարաբերություններ են եւ դրանք Աստծուց օրնված հարաբերություններ են։ Հետևաբար հարցին ամփոփում տալու համար պետք է խնդիրների լուծումը փնտրել, գտնել եւ ամեն բան անել, որպեսզի սատանան հանկարծ չփորձի եւ ավելի չքանդի ընտանիքը։ Շնորհակալ եմ Տեր Հուսիկ։ Իսկ ինչ պետք է իմանա, հասկանա երիտասարդ զույգը միջև անկողին հասնելը։ Շատ լավ հարցեր։ Շատ լավ հարցեր։ Երևի թե եթե մեր զույգերը լավ կշռադատեն եւ լավ ծանոթանեն, լավ իմանան, հետագայում խնդիրները շատ ավելի կքչանան։ Անշուշտ ես խորհուրդ կտամ, ինձ անձամբ պակասել է այդ երևույթը, մենք հարակից քրականությունից կամ մարդկանց արձագանքներից ենք իմացել, խորհուրդ կտամ ինքնակրթվել որոշակի սեռականության վերաբերյալ ընթերցանությամբ, բայց ճիշտ ընթերցանությամբ եւ ոչ թե ասեկոսեների հիման վրա հաստատվել։ Ինքան շատ են դեպքեր հատկապես աղջիկների պարագայում, երբ որ ասում են, որ ամուսնությունից 2 օր առաջ մորաքույրները կամ չգիտեմ հարևանի աղջիկներն են ֆորմացիոն արել, այսպես պատրաստել են իրենց թե ինչ տեղի պիտի ունենա, սա անպատրաստ վիճակ է եւ սա լուրջ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական խնդիրների առջեւ կարող է կանգնեցնել թե երկուսին, թե մեկ կողմին։ Ուրեմն առաջին հերթին զուտ հոգեբանական, բարոյագիտական եւ կրթական մակարդակով պատրաստ լինել անկողնային կյանքին։ Երկրորդ, շատերը արդարացնում են այս առաջի կետը, այս երկրորդ կետը խախտելով։ Քրիստոնյայի համար անթույլատրելի է սեռական կյանքը ամուսնությունից առաջ, դա լինի քո նշանածը, քո կողակիցը, թե լինի առհասարակ ավելի վատ ինչ որ անծանոթ մեկը փորձառություն ձեռք բերելու միտումով, ասենք։ Ինչու այս մասին մենք կարծեմ առիթ ենք խոսելու։ Երբ որ խոսում ենք միջամուսնական ընտրություն կատարելու հարցի վերաբերյալ, որովհետև քիչ չեն դեպքերը, երբ որ նախ չի ստացվում հարաբերությունները եւ ուրեմն խարավված իրավիճակի առաջ են կանգնում աղջիկներ, եթե չի ստացվել ինչ որ տղայի հետ կազմել ընտանիք։ Երկրորդ, մենք թույլ ենք տալիս այս հարաբերությունները Աստծո օրհնությամբ միայն։ Աստված պիտի թույլ տա այդ մեկ մարմին լինելը, ֆիզիկական մեկ մարմին լինելը, որից հետո նոր այդ անկողնային կյանքը հնարավորություն կունենան ապրելու եւ ուրախանալու այդ շրջանակներում։ Երրորդ կետը, որ պետք է միշտ հիշեն նորապսակները հատկապես, սա տղամարդու եւ կնոջ խիստ ներանձնական հարցն է եւ երրորդ կողմը այստեղ անելիք չունի։ Բացի նեղ մասնագետից, եթե կա խնդիր, նեղ մասնագետների մեջ մտցնում եմ նաեւ մեծ հոգեվորականներից, եթե այդ խնդիրը հոգեվոր խնդիր է որոշ առումով։ Եվ բացի Աստծուց, որը տվել է այդ օրհնությունը եւ արտոնությունը։ Սա ասում եմ, որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ որ նորապսակները իրենց հաջող կամ անհաջող փորձը կիսում են սուրճի սեղանի շուրջ իրենց ծնողների հետ, հատկապես պատմեն ամոթալի ինչ-որ բաներ, որոնք իրենք գուցե հետո շտկում են եւ մոռացվում է եւ անցնում է, բայց հարազատները հիշում են հավիտյան մարդիկ, որոնց վստահվել է այդ գաղտնիքը։ Սա իսկապես մի երևույթ է, որը խիստ անձնական է, խիստ անձնական։ Դու ինչ կանես, ինչպես կանես, ինչպես տեղի կունենա,
դա միայն քո եւ քո կողակցի իմանալու հարցն է, երրորդ մեկը այդտեղ անելիք չունի։ Այս սա է, որ ամոթ է դուրս բերել է այն, ինչ որ խիստ անձնական է։ Երրորդ կամ չորրորդ, արդեն խառնեցի հերթականությունը, տղամարդը եւ կինը պետք է հասկանան, որ ընտանիքի մեջ ոչ մի բան միակողմանի չէ։ Այսինքն դու քո ուզածը ստացար եւ գնացիր։ Այդպես պիտի չլինի։ Սա դավաճանությունների ամենաառաջին պատճառներից մեկն է, երբ որ կողմերը անկողնային կյանքում իրար հետ չեն համագործակցում, ասենք, կամ փոխհմբռնում չկա։ Հետաքրքրական է, որ Աստվածաշնչի մեջ մի քանի տեղեր, հատկապես 5 տակարանում, որտեղ որ տղամարդը եւ կինը արդեն ամուսնական տեսանկյունից պարկում էին իրար հետ առաջի գիշեր եւ այլ, այդ հարաբերությունը կոչվում է մերձեցում, ասում է, եւ սա մերձեցավ սրան։ Այսինքն բառը եթե ընդհանրացնենք, անկողնային կյանքը պիտի ձեզ մերձեցնի եւ ոչ թե ձեզ իրարից հեռացնի, նաեւ հոգեբանորեն։ Դրա համար պետք է լավ հասկանալ կողակցին, ներդաշնակ լինել նրա հետ անկողնային կյանքում եւ մտածել ոչ միայն սեփական հաճույքը ստանալու, ուրախանալու տեսանկյունից, այլ դիմացինին հաճույք պատճառելու մասին։ Այդ դեպքում անկողնային կյանքը կլինի լիարժեք եւ ընտանիքին ուրախություն եւ այդ հոգեվոր նաև ապրումները պարգևող, որքան էլ որ պարադոքսալ հնչի։ Եվ ամենակարևորը, ամեն բան պետք է լինի սիրով։ Առանց սիրո հնարավոր չէ։ Եվ կողմերը դա միշտ պետք է ձգտեն ցույց տալ եւ այդ պակասի դեպքում անպայման կզգացվի դա եւ կքանդի ամեն բան։ Շնորհակալ եմ այսպես լիարժեք պատասխանի համար։ Սիրով, ուսամ մեր ունկնդիրներին էլ օգտակար եղավ եւ չզարմացան եւ չգայթակղվեցին բարիս լավ իմաստով, այսինքն ոչ սեռական իմաստով, որ քահանայից լսեցին այս պատասխանները, բայց սիրելիներ, սրանք հարցեր են, որոնք դերևս պետք է խոսվեն, պետք է ասվեն, որպեսզի սխալ պատկերացումները դուրս գան եւ ճիշտ մոտեցումները մտնեն մեր ընտանիքներ։ Շատ շնորհակալ եմ Տեր Հայր, հաջողություն եմ մաղթում մեր ունկնդիրներին։ Ես քեզ եմ շնորհակալ Հայկուհի ջան, որ դիմացած նստած կարմրելով, շառագունելով, բայց ամեն դեպքում համաձայնեցիր այս թեման քննարկենք։ Իդեպ, եթե չեմ սխալվում, մեր հաջորդ թեման պիտի լինի անկողնային կյանքից բխող մեկ այլ նյութ, որն է ընտանեկան դավաճանությունը, սիրելի ունկնդիրներ, կսպասենք ձեզ հաջորդ երկուշաբթի 10:15-ին ռադիո Արմենիայի Հայաստան ձայնասփյուռի եթերով եւ կրկնությունը Կիրակի օրը ժամը 1-ին։ Աստված օրհնի բոլորին։ Հաջողություն։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։ Եթերում էր Հայաստան ձայնասփյուռի Լսիր ժողովուրդ հայտագիրը։